Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունիսի 16-ն է, երեքշաբթի։ Նոր ազգային ժողովը դեռ չի ձևավորվել, իսկ հինը առայժմ շարունակում է աշխատանքը։ Այսօր մեկնարկել է ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը։ Ընդդիմությունը այսօրվա նիստին չի մասնակցում։ Նիստի օրակարգում 56 հարց է։ Առաջին հարցով խորհրդարանը քննարկում է 2025 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Հեղափոխությունից հետո եւ հատկապես 2021-26 թվականներին Հայաստանի Հանրապետության առաջընթացը տպավորիչ է եւ նշանակալի։ 2025 թվականին ունեցել ենք 7.1% տնտեսական աճ, իսկ 2021-2025 թվականներին արձանագրել ենք միջինում 7.9% տնտեսական աճ։ Այս ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող հնան կրկնապատկվել է $4750-ից հասնելով գրեթե $9500 մակարդակին։ Տնտեսական աճին զուգընթաց զգալի փոփոխություններ են կատարվել նաև տնտեսության կառուցվածքում։ Ծառայությունների ոլորտը 2021 թվականի համեմատ իր դերը բարձրացրել է շուրջ 7%-ային կետով։ Տնտեսության կառուցվածքի վերաբերյալ քննադատական եւ թերահավատ մոտեցում ունեցողներին ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք ծառայությունների արտահանման մեծ պոտենցիալ։ 2025 թվականին ծառայությունների արտահանումը հասել է հնայում շուրջ 21%-ի, 21 թվականի համեմատ բարձրանալով 8.2%-ային կետով։ Հատկանշական է, որ այս փոփոխության պատճառների առաջատարներից են եղել ֆինանսական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները, որոնք արտահանման մեծ պոտենցիալ ունեն։ Ֆինանսական ծառայությունների արտահանումը հնայում կազմել է ավելի քան 21%։ Համեմատության համար նշեմ, որ այն 21 թվականին ընդամենը 0.3% էր, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների արտահանումը 21 թվականին 2.8%-ից հնայում հասել է ավելի քան 5.1%-ի։ Մեկ այլ կարևոր փաստ ևս, վերջին տարիներին զուտ արտահանումը զգալիորեն բարելավվել է։ Եթե 2011-2017 թվականներին զուտ արտահանումը հնայում միջինում կազմում էր -16.5%, իսկ 18-20 թվականներին -13.3%, ապա 21-25 թվականներին միջինում այն -3.7% է, որին զգալիորեն դրական նպաստ է բերել ծառայությունների արտահանման դերի բարձրացումը։ Ընդգծեմ, որ այս փոփոխությունները հատուկ են զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներին։ Այսպիսի աճը պայմանավորված է նաև կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերով, ինչը շեշտակի աճել է վերջին 5 տարիների ընթացքում։ 2025 թվականին կապիտալ ծախսերը ավելացել են շուրջ 145 միլիարդ դրամով նախորդ տարվա համեմատ, հասնելով հնայում 6.2%-ի։ Իսկ 2021 թվականի համեմատ կապիտալ ծախսերը ավելացել են ավելի քան 3.2 անգամ, կամ շուրջ 484 միլիարդ դրամով, հնայում շուրջ 3.1%-ային կետով։ Հունիսի 17-ից 25-ը Հայաստանում կանցկացվի արդեն ամենամյա դարձած Արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը, որին մասնակցելու են Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի զինծառայողները։ Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման եւ իրականացման վարժանքներ։ Պաշտպանության նախարարը աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Փարիզի Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների գիտահետազոտական եւ արտադրական ներուժը։ Սուրեն Պապիկյանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, ինչպես նաեւ շարունակել է բանակցությունները ֆրանսիական KNDS եւ Airbus ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրաված են մեծ թվով փրկարարներ եւ ոստիկաններ։ Հիշեցնենք, որ 3 ժամը 14:45-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխա է ընկել Փամբակ գետը։ Նույն օրը ժամը 17:05-ին փրկարար ծառայություն է զանգահարել նաև մի քաղաքացի եւ հայտնել, որ 7 եւ 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել եւ չեն հասել նախատեսված
կառուցված վայր։ Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրաված են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ եւ այլ տեխնիկական միջոցներ, դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է կատարում անապահովության գնահատման համակարգում։ Դեռ 2025 թվականին անապահովության գնահատման նորացված համակարգը որպես պիլոտային ծրագիր սկսեց գործարկվել Կոտայքում և Սյունիքում։ Արդեն հուլիսի 1-ից նոր մոտեցումը կիրառվելու է հանրապետության բոլոր մարզերում։ Անապահովության գնահատման նոր համակարգի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական։ Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում։ Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ խնդրի արձագանքումից մինչև դրա լուծումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել, որոնք ուղղված են եղել նոր համակարգի բարելավմանը։ Նոր համակարգը շատ թիրախային է եւ թիրախային ընտրում են ընտանիքներին, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատության շերտում, այսպես ասենք, հատուկ բանաձևով է հաշվում նպաստի չափը եւ կախված է թե քանի աշխատունակ անձ կա ընտանիքում եւ քանի ոչ աշխատունակ անձ կամ անչափահասներ։ Փոփոխությունները վերաբերում են ուսանողներին, ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկներից վերադարձածներին վերագրվող եկամուտներին, գազի սպառման չափաքանակին եւ այլն։ Նպաստի միջին չափը նոր համակարգով 86,000 դրամ է եւ առավելագույն չափ ունենք, որը նորից վերջին տվյալ եմ ասում 280,000 դրամ նպաստի չափ։ Քոչարյանը նկատում է, եթե նախկինում կային նաև այնպիսի ընտանիքներ, որոնք բավականին ապահովված էին, ունեին շարժական ու անշարժ գույք, ապա այժմ համակարգը այդ տեսանկյունից մաքրվել է։ Նոր համակարգը նրա մասին չէ, որ ընտանիքին տրվում է միայն նպաստ, այստեղ ընտանիքը դիտարկվում է ամբողջապես իր բոլոր խնդիրներով։ Կատարվում է կարիքների գնահատում, իրականացվում են աշխատունակ անձանց հմտությունները կատարելագործելուն ուղղված ծրագրեր, օգնում աշխատանք գտնել։ Եվ եթե անձը աշխատանքի է տեղավորվում, ապա նպաստը միանգամից չեն կտրում, որոշ ժամանակ է տրվում հարմարվելու համար։ Լուսինե Քոչարյանը վստահեցրեց, որ ամբողջությամբ պատրաստ են նոր համակարգի ներդրմանը, բոլոր տեխնիկական հարցերը կարգավորված են։ Թվային համակարգն ենք նախապատրաստել, վերլուծել ենք բոլոր տեխնիկական բացերը, որ մինչև այս պահը գրանցել ենք, որպեսզի նման տեխնիկական խնդիր չունենանք։ Բացառել ենք փաստաթղթային, տվյալների ընդունումը, դարձրել ենք բացառապես համակարգը թվային։ Հունիսի 1-ից նոր համակարգը կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում, ինչը ենթադրվում է, որ մյուս մարզերում ևս նպաստ ստացող ընտանիքների թիվը կկրճատվի։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Հունիսի 11-ի հորդառատ անձրևից ու կարկուտից տուժած ընտանիքները շարունակում են դիմումներ ներկայացնել Գյումրիի քաղաքապետարան և Շիրակի մարզպետարան։ Վնասված տներից մի քանիսի դեպքում խնդիրը հնարավոր է լուծել վերանորոգումներով, բայց կան տնակներ ու բնակարաններ, որտեղ մեծ են վնասները, այդ թվում նաև գույքային։ Համ վերևից իջավ, համ են ներքևից դուռը կոտրված էր, ամբողջը ներս լցված էր։ Դուք եկել եք լմակուր եք տեսել։ Այս տեղներիցս հետ լրիվ սառույց-ուծուն, այսպես փակված էր։ 38 տարվա քայքայված դոմիկներից մեկն է։ Դուռ լուսամուտներից է կարկուտը ներս լցվել։ 121 տարածքի 055 տնակի բնակիչ Սոնա Չախոյանը այդ օրվա կատարվածը չի կարողանում մոռանալ։ Ասում է, կարծես դույլերով կարկուտ ու անձրև էին լցնում փայտաշեն տունը։ Տանիքից, պատերից, հատակի տակից ջուր էր հոսում։ Մենակով կարկուտն է մաքրել, ջրերը քամել, հետո հարևաններն են հասել օգնության։ Պիտանի իրերը հավաքել ու մի անկյունում է դասավորել, իսկ գույքի զգալի մասը այլևս օգտագործելի չէ։ 5 օր է անցել, բայց դեռ տանիքից կաթում է։ Դույլերն ու խորուն կամանները տնակի մեջտեղում են։ Բաց է, տեսեք, լուսամուտը սեղմը բացել էր, այդ կողմն էլ։ Մահավոր վիճակում էր։ Լրիվ մեկ երբը մեզ 2 օր, 3 օր, 4 օրեցինք, բայց էլի ամեն անձրև գալուց լցվի գ։ 3 ժամը 5-ն էր, 6-ն էր, աշեք հլը ջուրը կա, չենք բաներել, հլը չեմ հասցրել թապեմ։ Տիկին Սոնան տնակում ապրում է 37 տարեկան որդու հետ, նա հենաշարժողական խնդիրներ ունի, խարխլված տնակը վերանորոգող օգնող ձեռք չունի։ Պատերին, առաստաղին ու հատակին այնքան ջուր են ներծծվել, որ ամիսներ են պետք չորանալու համար։ Ներսում շունչը կտրող խոնավություն է, շարժվելն արդեն վտանգավոր է, հանկարծ հատակը չփլվի։ Հանել ենք դուրս,
Սաղջերի մեջը կորել է, սերքի դանի չէ։ Երևի վառենք ճաշտենք։ Խոնամության հոտ բանի, առողջությանը գնացել չէ։ Եվ ինչ է սաղս հիվանդ ենք արդեն։ Ստեղ սկանտարի ապրող է, ինչ եղկերմ տեսնիկը։ Արդեն թամամներ սարը պրծել ենք, էլ ինչ։ 64-ամյա կինը դիմումներ է ներկացրել Շիրակի մարզպետարան եւ քաղաքապետարան։ Հույս ունի, որ կարձագանքեն, կօգնեն, կաջակցեն, բայց եւ չի թաքցնում մտահոգությունը, թե ինչպես է հնարավոր քայքայված վերջնակարապես խարխլված տնակը վերանորոգել ու շարունակել այստեղ ապրել։ Նրա նման տուժած էլի ընտանիքներ են դիմումներ գրել ու սպասում են աջակցության։ Մարզպետարան գնացի, դիմումը վերցրեցին, ասեցին մենք կուկանք նայենք։ Ես չգիտեմ էլ։ Չեն ապրել։ Չէ։ Ոչ մարզպետարանից են եկել, ոչ է քաղաքապետարանից։ Այստեղ ինչ օգնեն։ Կրիչ պետք է կաբեն, չեն կարող կաբեն։ Բոգվիգը, ելնին իրան կնին մեջը։ Այստեղ փրկելու բան չկա, որ վերանորոգեն եւ այլն։ Լրիվ ավերված վիճակ է։ Քաղաքապետարանում դիմումներ են հավաքում, բայց տուժած կառույցներն ուսումնասիրող հանձնաժողով չունեն։ Այս 2 օրը կկազմվի, կարվի ինչ պետք է։ Հիմա զբաղված ենք։ Այս պատասխանն է տալիս քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ԺՊ Անդրանիկ Չադրյանը։ Ուսումնասիրման գործը չի հասել նաև Գարեգին Նժդեհի հրապարակի կամրջի տակ, որտեղ 5 օր է կուտակված են մնում կարգտախառը, նավազն ու քարերը։ Բլուրներով դրանք կամրջի տակ են, որը կարևոր ճանապարհային հանգույց է համարվում։ Օրվա պիկ ժամերին այստեղ մեքենաների կուտակումներ են, խցանումներ։ Մի հատ անցնելու տեղ են ամենը, երկրորդը չկա։ Բարձրով դի խցանում է ունի։ Տանգավոր կհամարեք ես։ Իհարկե։ Բարձի թող վիճակ։ Դե մենք կաստիկ դառնանք ավտոներն էլ, եթե երկու կողմ աշխատի ավելի լավ էլի։ Բնակոմունալ բաժնի ժամանակավոր ղեկավարը կամրջի տակ մաքրել է իրենց բաժնի գործը չի համարում, ասելով թե շինարարն են տվել, ինքն էլ լուծելու է խնդիրը։ Կոմունալ բաժինն ու շինարարն էլ սպասում են, որ քարոավազի խառնուրդից կարկուտը հալվի, նոր աղբտանեն ու պոկված սալաքարերը շարեն։ Կամրջի տակ եղած ջրահեռացման դիտահորերը եւս անօգուտ են։ Այստեղ մշտապես անձրևաջրերը չեն չորանում։ Հասմիկ Թումասյանն, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի այսօրվա հրամանով համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Կարեն Պետրոսյանը, մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով բուհի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթի անցկացման օրվա ավարտը։ Հիշեցնենք, համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները 3 բոյկոտ էին հայտարարել, դադարեցնելով դասերն ու վարչական աշխատանքը այն պատճառով, որ բանավոր հավաստիացմանը հակառակ առանց հրապարակային պարզաբանումների մասնաճյուղի ղեկավարի պարտականությունները դրվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի վրա, ինչը եւ դժգոհություն էր հարուցել բուհում։ Վերջին ամիսների լարվածությունից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են բանակցությունների միջոցով դուրս գալ ճգնաժամից։ Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում եւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Փաստաթուղթը նոր հնարավորություններ է բացում, սակայն դրա հաջողությունը կախված է բազմաթիվ դեռևս չլուծված հարցերից։ Մանրամասները ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն ու Իրանը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ են արել։ Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է հրադադարի պահպանում, Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանք եւ միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների մեկնարկ։ Ես շատ ուրախ եմ հայտարարել, որ այն ստորագրված է։ Գործարքն արդեն ամբողջությամբ կնքված է, իսկ նեղուցն արդեն մասամբ բացվել է։ Այժմ ականների հարցն է լուծվում, բայց նավերը փաստացի սկսել են իրենց նավարկությունը։ Ուրբաթ օրն այն ամբողջությամբ կբացվի։ Մենք լավ լեզու ենք գտել Իրանի հետ։ ԱՄՆ պաշտոնյաները մանրամասնել են, որ փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ստորագրել են ամերիկյան կողմից Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանական կողմից Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Խալիբաֆը։ Համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Ժնևում։ Թրամփը հայտարարել է, որ հուշագրի տեքստը կհրապարակվի շատ շուտով։ Սա շատ հզոր փաստաթուղթ է եւ ես ուզում եմ, որ այն հրապարակվի, այնպես որ հավանաբար շատ շուտով։ ԱՄՆ նախագահի խոսքերով Մերձավոր Արևելքում կարող են հիանալի իրադարձություններ տեղի ունենալ։ Նա ասել է, որ նավթի գներն իջնում են, շուկաների վիճակը բարելավում է։ Գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, նրանք լիովին համաձայն են դրան։ Հիանալի աշխատանք ենք կատարել, հուսով ենք լավ հարաբերություններ կունենանք եւ ընդհանուր լեզու կգտնենք։ Իսկ եթե ոչ, կվերադառնանք այնտեղ, որտեղից սկսել ենք, բայց չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ գործարքը հակաիրանական պատժամիջոցների մեղմացում չի նախատեսում, սակայն Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Իրանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների մեղմացումը, եթե Թեհրանը կատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոսելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ստորագրված փոխհմբռնման հուշագրի մասին ասել է, որ այն մոտ 1.5 էջ է եւ շատ ընդհանուր փաստաթուղթ է։ Fox News-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ համաձայնագրի ստորագրմանը հաջորդող 60 օրերի ընթացքում երբ կողմերը կբանակցեն վերջնական համաձայնագրի դրույթները, Հորմուզի նեղուցողացման համար գումար չի կացվի նավերից։ Վենսը հայտարարել է, որ գործարքը չի ենթադրում Միացյալ Նահանգների կողմից ուղղակի ֆինանսավորում, սակայն այլ երկրների կողմից Իսլամական Հանրապետության տնտեսությունում ներդրումներ կատարելը հնարավոր է։ Համաձայնագրում նշված է, որ նրանք ամերիկյան փողից ոչ մի կոպեկ չեն ստանա։ Համաձայնագրում նաև նշված է, որ եթե իրանցիները պահպանեն համաձայնագրի պայմանները, եթե պատժամիջոցները մեղմացվեն, եթե իրանցիները ինտեգրվեն համաշխարհային տնտեսությանը, մենք կհրավիրենք այլ երկրների, ոչ թե Միացյալ Նահանգներին, ներդրումներ կատարել իրենց երկրում։ Բայց դա հնարավոր է միայն համաձայնագրի պահպանման դեպքում։ Ամերիկացի պաշտոնյան նաև ընդգծել է, որ համաձայնագիրը նախատեսում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների վերադարձը Իսլամական Հանրապետություն հարստացված ուրանի պաշարները ոչնչացնելու համար։ Իր հերթին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Իրանին մշակել միջուկային զենք, անկախ Միացյալ Նահանգների եւ Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրից։ Անկախ նրանից, թե Միացյալ Նահանգներ Իրան համաձայնագիրը կկնքվի թե ոչ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Ամենակարևորն այն է, որ մենք փրկել ենք Իսրայելի պետությունը միջուկային ոչնչացման սպառնալիքից։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանի, Սիրիայի եւ Գազայի անվտանգ գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է եւ կպահպանեն գործողությունների ազատությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցանկացած հետագա հարձակում կդիտարկվի որպես ուրբաթ օրը Ժնևում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ ստորագրվելիք փոխհմբռնման հուշագրի խախտում։ Սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի վրա ցանկացած ռազմական հարձակում եւ Լիբանանի տարածքի շարունակական օկուպացիան մեր կարծիքով կհամարվի փոխհմբռնման հուշագրի խախտում։ Աբաս Արաղչին հավելել է, որ Իրանի իշխանությունները բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում հրադադարը համանում են ուրբաթ օրը Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ ստորագրվելիք հուշագրի ամենակարևոր կետը։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը դեռևս խորը անվստահություն ունի Միացյալ Նահանգների նկատմամբ, իսկ համաձայնագիրը միայն մեկ քայլ է լարվածության նվազեցման ուղղությամբ։ Փորձագետների գնահատմամբ ստորագրված հուշագիրը դեռևս խաղաղության պայմանագիր չէ։ Այն ճանապարհային քարտեզ է, որը հնարավորություն է տալիս կողմերին անցնել առավել բարդ բանակցությունների փուլին։ Առաջիկա շաբաթները ցույց կտան, թե արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կկարողանան փոխադարձ անվստահությունը փոխարինել գործնական համաձայնություններով։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչը կործանվել է Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաօդային բազայում, զոհվել է 8 մարդ, այդ թվում Բոինգի 2 աշխատակից։ Դեպքը տեղի ունեցել պլանավորված փորձնական թռիչքի ժամանակ։ Բազայի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, արգելվել են նաև բոլոր տեսակի ինքնաթիռների թռիչքները ռազմաօդային բազայից 13 կիլոմետր շարավղով մինչև 100 մետր բարձրության վրա։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ B-52 ռմբակոծիչը մասնակցում էր բազայում ռադարի արդիականացման ծրագրին եւ վթարի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց, որից հետո բռնկվել է։ Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։